Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների առաջին նախագահն է, որն այցելել է Քաթար վերջին 22 տարվա ընթացքում։ Թրամփի ինքնաթիռը դեպի Դոհա ուղեկցել են Քաթարի ռազմաօդային ուժերի 3 բազմաֆունկցիոնալ հարվածային կործանիչները։ Իսկ արդեն Դոհայի փողոցներում Միացյալ Նահանգների նախագահին ուղեկցել են Իլոն Մասկի Տեսլա ընկերության կիբերթրակներով։ Ավտոշարասյանը դիմավորել են տասնյակ ուխտերով և արաբական նժույգներով, հնչել են երկու երկրների օրհներգները։ Միացյալ Նահանգներ Քաթար 1.2 տրիլիոն դոլար արժողությամբ տնտեսական համագործակցության պայմանագիր է ստորագրվել։ Անօդաչու թռչող սարքերի տրամադրման և ընդունման վերաբերյալ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիգ Հեքսեթը, Boeing ընկերության նախագահ գործադիր տնօրեն Քելլի Օրտբերգը և Qatar Airways ընկերության գործադիր տնօրեն Բադր Մոհամմեդ Ալ-Միրն են կնքել գնման պայմանագիրը, ինչպես նաև ստորագրել մի քանի այլ պայմանագրեր։ Քաթարն ԱՄՆ-ից կգնի Boeing ընկերության 160 ինքնաթիռ, 200 միլիոն դոլար արժողությամբ։ Սպիտակ տունը այս հայտարարությունից ժամեր անց ուրիշ թվեր է հրապարակել, նախատեսված է գնել 210 ինքնաթիռ, 96 միլիոն դոլար արժողությամբ։ Սա Boeing-ի պատմության մեջ ինքնաթիռների ամենամեծ պատվերն է, ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Հիանալի հանդիպում ունեցանք Միացյալ Նահանգների նախագահի հետ, քննարկեցինք բազմաթիվ հարցեր, այդ թվում տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս փաստաթղթերը ստորագրելով մենք բարձրացնում ենք Քաթարի և ԱՄՆ-ի հարաբերությունների մակարդակը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, պարոն նախագահ, այս պատմական այցի համար։ Սպիտակ տունը կարծում է, որ ստորագրված համաձայնագրերը ապագա սերունդների համար կխթանեն նորարարությունն ու բարգավաճումը, կամրապնդեն ամերիկյան տնտեսությունն ու տեխնոլոգիական առաջատարությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական առումով շատ ամուր դիրքերում է։ Մենք ունենք լավագույն սարքավորումները աշխարհի ցանկացած կետում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բարեկամության երկար տարիների ընկերության համար։ Մենք պարզապես հավանեցինք միմյանց։ Լավ է։ Երկու երկրների ղեկավարները քննարկեցին նաև ռուս-ուկրաինական պատերազմը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը և Համաս-Իսրայել բանակցությունները, որի միջնորդներից մեկը Քաթարն է։ Թրամփը դարձյալ նշեց, որ Միացյալ Նահանգները խաղաղություն կբերի ոչ միայն Մերձավոր Արևելքին, այլև ամբողջ աշխարհին։ Մեր Քաթարի գործընկերները ցույց տվին իրենց ոգին անցյալ շաբաթ, օգնելով բանակցել Գազայում ապրող ամերիկացի վերջին պատանդի Էդան Ալեքսանդրի ազատ արձակման շուրջ, և հուսով եմ, որ սա շարունակական կլինի։ Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Քաթարի վարչապետը Թրամփի ընտանիքին է նվիրելու մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռ։ CNN-ին տված հարցազրույցում Քաթարի վարչապետը հայտարարել է, որ իր կառավարությունը նման պլաններ չունի։ Ինքնաթիռների փոխանակումը գործարք է, ոչ թե նվեր։ Միլիարդավոր դոլարների գործարքից հետո Թրամփը կուղևորվի Աբու Դաբի։ Մարիամ Ամիրջանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։